ապրող ձմերուկ ծախողին եկավ սարկեց շարով խփեց գնաց այդքան բան կարամաս։ Շարի մեջ գցեց այդ տղուն ու տարան փակեցին։ Գյուղմթերքի այս մեծածախ շուկայում վաճառողները մեղմ ասած տարակուսած են։ Շաբաթվա սկզբին կոստյումով բլոգեր քաղաքագետն ու իրենց կողքին ձմերուկ վաճառողը կոշտ բանավեճ ունեցան ու 3 իրավապահները ձերբակալեցին վաճառողին։ Գալստուկով կոստյում շալվարով հագնված է, նրան ասենք կարելի ասի ես ձեր մերը, ձեր հերը, բայց եթե այն մեկ ասենք գյուղացի է, վաճառող, ասենք դախլի հետևից, որ ասի ես քու մերը, ասենք նոտաները արդեն հետ ասում են, նրան խուլիգանություն է, իսկ ասենք պաշտոնյաներն է խուլիգանություն, չի։ Ինքը ոչ իմանում մեղ չունի, մենք ամենքս պատրաստ ենք յակողը կայնացնենք, մինչև վերջ յան դուրս բերենք։ Շուկայում այսօր շատերն էին հրաժարվում պատմել տեսածը, լսածը։ Եկավ հրահրեց, խոսցրեց, վերջում էլ բռնին տարան։ Էլ ինչ խոսանք։ Բոլորս էլ վախենում ենք արդեն այս երկրից։ Ինչ է տեղի ունեցել, ամբողջական տեսանյութը հենց բլոգերի Արամ Ավետիսյանի YouTube-յան էջում է։ Նա էր գնացել Արմավիրի մայրուղու սկզբնամասում Ծիածանի շուկա կոչվող տարածք։ Մոտենում ու վաճառողներից կարծիք է հարցնում։ Ռուսական սանկցիաների պայմաններում ո՞նց են։ Ավետիսյանն իշխանական է ու մարդկանց վստահ բացատրում է, թե որտեղից ծլեցին մթերքի արտահանման ռուսական արգելքները։ Ռոբերտ Քոչյանի կազմակերպածն է, վերջի վատությունն է հայ ժողովրդին։ Մենք ուղղակի ուզում ենք լուսաբանենք, ներկայացնենք մեր ժողովրդին, որ այս խնդիրները լուծվելու։ Այս հարցուփորձի սկզբում դժգոհողներ չկան։ Ոչինչ, մի 2 տարի էլ վատ կապրենք, մի քիչ էլ բերք կթափենք, բայց ոչինչ։ Արամ Ավետիսյանը ձմերուկ վաճառողների կողքով անցնելիս մի հարց է լսում, դավաճանների ալիքն է ու սկսվում է։ Հետո մացի դավաճան։ Այդ շումեկը դավաճան ասել։ Ասի, ինչ կա։ Այդ ինչ է ասում դավաճան։ Դավաճանների լրատվականն է, թե չէ։ Հարցնում չեմ ասում։ Ո՞վ է դավաճան։ Հողատուները։ Հողատուն ո՞վ է։ Զարթոն գյուղից Արման Քալաշյանն է դավաճանի ու հողատուի փնտրտուքը հայհոյախառն նոտաներ է ստանում։ Ո՞վ է Ղարաբաղը։ Մի նկարի։ Քոչենը վիժվածն է Ղարաբաղը տվի այդ ճտերի հետ արա։ Եղավ, հա կարամ ապացուցե։ Եղավ։ Համարս խտամ կգաս քաղաք կապացուցեմ արա։ Արան դու ես։ Արա ես բոտից գլուխ արա ես արա։ Սա բոտից գլուխ արա ես արա։ Համբալերին նա։ Գնաս դու ասում եմ։ Որ մեզի հողատու կասի իրա մերն իրա հերն արա։ Մեզիկանի է մոլ։ Լավ ախպեր համ։ Հետո Արամ Ավետիսյանն անցնում է սպառնալիքներին, ձմերուկ վաճառողը պիտի ըստ նրա նստի ու շատ երկար։ Դու ժուժուի կամերում նստելու ես, եղավ արա։ Եղավ քիսոյի հետ ես նստելու։ Ես նստեի դուս եկա դու դահվելու ես։ Նիկոլը հավերժ չի իշխանական բլոգերին հուշում է ձմերուկ վաճառողը։ Նիկոլը որ չնարի մի ստրկություն է Քոչյանի Սերժի համար անի։ Այ Նիկոլը ձեր նման ստրուկներին է մարցար։ Այսպիսով բանավեճը սպառվում է եւ իրավապահները հետաքրքրվում են միջադեպով, բայց ոչ երկու կողմերով։ 3 ոստիկանություն բերման է ենթարկվել վաճառողը Արման Քալաշյանը։ Նա ձերբակալվել էր, ինչպես քննչական կոմիտեից տեղեկացանք, խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Քալաշյանն ազատ է արձակվել այսօր օրվա առաջին կեսին։ Նրան մեղադրանք չի առաջադրվել։ Հարցաքննվել է կասկածի հիմքով, տեղեկացանք փաստաբանից։ Գուրգեն Գրիգորյանը պնդում է, այստեղ որևէ հանցակազմ չկա, 2 հոգու խոսակցություն է։ Իսկ բլոգեր Ավետիսյանից տեղեկացանք, որ իրավապահները նրանով առայժմ չեն հետաքրքրվել։ Արամ Ավետիսյանը շեշտեց, միջադեպից հետո ոստիկանություն հաղորդում ինքը չի ներկայացրել։ Ես մամուլից եմ տեղեկացել, որ վարույթը նախաձեռնվել, ես հաղորդում չեմ ներկայացել, մենք ուղղակի այդ տեսանյութն ենք հրապարակել եւ իմ կարծիքով իրավապահ մարմինները ուսումնասիրելով այդ տեսանյութը գնահատական են տվել եւ որոշակի գործողություն են սկսել։ Տեսանյութում հստակ երևում է, որ Արայով միջադեպը թեժացնում է հենց բլոգերն ինքը եւ առաջին հայհոյանքն էլ ինքն է տալիս, բայց առանց ստորոգյալի։ Դա հայհոյանք չի։ Հայհոյանք կլներ, երբ որ ինքը հայհոյեց սեռական բնույթ, այ դա է հայհոյանք։ Հայհոյանքը ոնց անում եք։ Պարտադիր բառերը դիլնի, ասում է էլի, դե բերեք բոլորին այդ արտահայտություններն անենք առանց վերջաբան ասելու, ինչ դուրս կգա։ Նավան որ մարդու ծնողը չկա։ Ավելի թունդ լեզվակռիվներ, ավելի կոնկրետ սպառնալիքներով իրավապահներին չեն հետաքրքրել։ Կառնեցի մի մարդ իշխանական լրատվամիջոցով կոչ էր արել քարով խփել ամենայն հայոց կաթողիկոսի գլխին ու 7 ամիս անց էլ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Վարչապետ Փաշինյանն ինքը արցախցի գործչին ինչ ասես ասեց։ Փալանչյանն ասումն է։
Նուբարաշենի բանտ ընկավ Արցախցի Օսիպյանը։ Ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներին պաշտպանող փաստաբանները նկատում են, իշխանության քննադատները ժամերի ընթացքում են ձերբակալվում, իսկ երբ խոսքը վերաբերվում է կաթողիկոսի գլուխը ջարդելու պլանին, ամիսներով լեզվաբանական քննություն են իրականացնում։ Այս դեպքում էլ իրավապահներին հետաքրքրել է հողատու ու դավաճան բառերն անհասցե օգտագործող ձմերուկ վաճառողը, բայց ոչ միջադեպի, ոչ պակաս թունդ մասնակից իշխանական բլոգերը։ Նա ի դեպ շուկայում ձմերուկ վաճառող Արման Քալաշյանին համարում է հիբրիդային պատերազմի էլեմենտ։ Միջադեպից հետո էլ Ծիածանի շուկայում շարունակում էր նկարահանումները, հանդիպելով հիմնականում համախոհ գյուղացիների, որ կարծում են բերքը փչանում է, որովհետև իրենք շատ են ցանում։ Որ ասենք Նիկոլին պետք է մեղադրեմ, չէ, որովհետև շատ են ցանում, շահոտը շատ է ցանում։ Իսկ Արման Քալաշյանի ձմերուկը մինչ նա անազատության մեջ էր, չի փչացել։ Նրա հարևան վաճառողները ձմերուկը վաճառել են հարմար գնով, մեքենան դատարկել, փողն ուղարկել երկու անչափահասի մեծացնող ընտանիքին։